Կանխելը մենք ի սկզբանե էլ, ես ասում եմ, նախորդ ակցիաների ժամանակ դեպի Մայրաթորը մենք մեր թիմով մասնակիցն ենք եղել եւ փորձել ենք կանխել, հիմա էլ ենք լինելու ենք հայ առաքելական եկեղեցու կողքին, ինչպես ես նախկինում ասել եմ, իրենց այն թեզերը, որ սա որոշ հոգեվորականների բարձրաստիճան հոգեվորականների դեմ է, դա այդպես չէ, դա հայ առաքելական եկեղեցու դեմ է եւ իրենք երբ որ իրենց այսպես ասած հոգևոր հավաքները ամբողջը հենց սկսեն, իմ ասածում մարդիկ արդեն նաև աղաշապացիները կհամոզվեն, որ դա հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Մենք ամեն պարագայում եկեղեցու կողքին ենք, որքան էլ որոշ հոգևորականներ, ցավով եմ սա ասում, հոգևորականներ գնացել էին, որպիսի կեղծ պատարակ մատուցողների, կեղծ պատարակի ներկա լինողների կողքը նույն բեմում կանգնեին եւ աղոթք բարձրացնեին իրենց գործերի համար։ Սա ես անկեղծ ցավով եմ ասում, շատ, որովհետեւ անձամբ էլ այդ հոգևորականին ես ինքս ճանաչում եմ։ Պարզապես անհասկանալի մի բան։ Ֆեյք պատարակի ավելի վատ բեմադրությունը տեղի ունեցավ իրենց հանրահավաքի ժամանակ վաղար շաբաթում, որտեղ հոգևորականը պարզապես որ եկել էր օրնում էր, չգիտեմ, ինչ ասեմ, ավելի բան չեմ ուզում ասեմ, այս հարցը ինձ էլի են տվել, փորձել եմ շրջանցել, որովհետև ամեն դեպքում ես խոսում եմ հայ առաքելական եկեղեցու հոգևորականի մասին։ Այս ամեն ինչ իրենք պլանավորել են ընտրությունների ընթացքում, պարզապես երևի թե մտածում են, որ ընտրությունների ընթացքում բարձրաձայն սկսեն, դա կարող է հակառակ էֆեկտ տալ, հակառակ ռեակցիան տալ, ոնց որ եղավ շատ դեպքերում մարդկանց հանիրավի գործից ազատելուց, ապօրինի մարդկանց հորդորելուց, որպեսզի ազատման դիմումն են գրել, անքաղաքական ճամբարներում լինելու համար, միգուցե կարծում եմ մտածել են, որ տեսել են, որ դա տալիս է հակառակ էֆեկտը իրենց քաղաքական թիմի համար, ասել են, եթե հիմա քրեական գործեր փորձենք հարուցենք, դա նույնպես ձերբակալություններ իրականացնեն, դա նույնպես տալու է հակառակ էֆեկտը եւ իհարկե, որ մեր վարկանիշը իրենց վարկանիշը ավելի կնվազեր դրանից, մեր վարկանիշը կբարձրանար, փորձել են թողել ընտրություններից հետո, դուք ճիշտ եք նշում, էլի, այս երեք էլ շատ մարդիկ վաղարշապացիներ էջմիած տեսել, ասում են, լավ, հիմա հաղթել են ընտրությունները, հիմա ինչ են ուզում։ Ես ասում եմ ինչ են ուզում։ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրություններ են։ Կա վաղարշապատ համայնքում ձևավորված թիմ, մեծ ընդդիմադիր կուռ թիմ, միմյանց թև ու թիկուն կանգնող թիմ, ովքեր ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրենց անհամաձայնությունը հայտնելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Պայքարը երբեք չի ավարտվում։ Իրենք հիմա փորձելու են մեր թիմը տարբեր քրեական գործերով պառակտում մտցնել, բայց չեմ կարծում, որովհետև թիմն այնքան անսասան է, թիմն այնքան իր նպատակներին, իր գաղափարներին նվիրված է, որ եթե փորձը որոշ մարդկանց հաջողվի որոշ մարդկանց էլ թիմից կտրել, ամեն դեպքում դա արդյունք չի տալու իրենց համար։ Այս քրեական գործերը ազդակների սկիզբն են, հետագա ազդակները երևի թե կտեսնենք, ոնց է լինելու, ես նաև չեմ բացառում իրենց, քանի որ իրանք չար մարդիկ են, ես չեմ բացառում, որ շատ մարդկանց հանդեպ նոր սկսվելու քաղաքական այդ գործից ազատման բարեկամներին, հարազատներին աշխատանքից ազատման process-ը դեռևս նոր թափով շարունակվելու է եւ մենք մոտ ապագայում դա կտեսնենք, բացի դա իրենք շատ մարդիկ թիմակիցներ ունեն, որոնց նույն պաշտոնի վրա մի 10 հոգու տարբեր մարդկանց խոստացել են, այդ մարդկանց աշխատանքի պիտի տեղավորեն, նոր աշխատանքից ազատման դեպքեր ենք տեսնելու տարբեր, խոսքով ամեն ինչ կարծես նոր է սկսվում, իսկ Չէ, նման քննարկում դեռ չենք ունեցել, որովհետև 2 օր է անցել դեռ, կարելի ասել 1 օր է եղել, 3 ամբողջ օրն էլ մենք թիմով
պետք է հավաքվեինք բավականին խոսելու բան կար քննարկելու հետագա հենց ձեր ասած հարցերի հետ կապված, սակայն այս քրեական գործերը, չգիտեմ, այտենց տարածվեց, զբաղված էինք փաստաբանները նաև զբաղված էին դրանցով, բայց իհարկե մեր մասնակցությունը հավաքականությունում լինելու է այն առաջնահերթություններով, ինչը մենք քարոզարշավի ընթացքում ասել ենք, որ պետքա Վաղարշապատ քաղաքը Խոյ համայնքը Էջմիածին քաղաքում իրականացվի, այդ ծրագրերն ենք առաջ քաշելու, փորձելու ենք մեր մասնակցությամբ այդ ծրագրերին լուծումներ տալ։ Դե իրենք ամբողջ իրենց քարոզարշավը փորձել էին կառուցել անձի կողքը, ոչ թե քաղաքական թիմի կողքը, մենք դրա մասին խոսել ենք, գրեթե իրենց թիմակիցների մեծ մասը ասում են մենք ինչ կապ ունենք ՔՊ-ի հետ, մենք Նիկոլի հետ ինչ կապ ունենք, սա մեր քաղաքն է, մենք մեր քաղաքի համար ենք անում, այդ իրանց դա նույնպես քարոզչական ձև էր, որովհետև գիտեին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը բավականին ցածր է, բայց իրենք դա չհասկանալով ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որը իր ծրագրերը նույն մայրաթոռի հետ կապված, այսինքն ասում եմ իր գրառումը իրականացնելու, այսինքն որ մենք ձայն ենք տվել կոնկրետ անձի, կոնկրետ չենք տվել որևէ կուսակցության, ինձ թվում է նախ ասողներից շատերը դա հասկանում են, պարզապես ամաչում են ասեն, որ իրենք ՔՊ-ին են ձայն տալիս, բարձրաձայն։ Ովքեր էլ չեն հասկանում, քարոզչական հնարքների տակ են մնացել։ Ինչի մասին է խոսքը, եթե սա քաղաքական ընտրություններ են, եթե կոնկրետ թեկնածուին ձայն ես տալիս ես այդ քաղաքական թիմին, ինչպես կարելի ասել մենք ձայն ենք տվել թեկնածու, դու քո ձայնը նախ տալով մի օգուտ չես տալիս ես ամբողջ թիմին, տալիս ես կուսակցությանը, տալիս ես այդ ավականու բոլոր թեկնածուներին, ես կարծում եմ այդտեղ կա երկու տարբեր մոտեցում, այսինքն առաջինը դա մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնքան վատ է վարվում հայ ժողովրդի հետ, որ մարդիկ ամաչում են, ասեն իրենք ՔՊ-ին ձայն են տվել։ Եվ երկրորդը մնացել է մի մասներ, մնացել է քարոզչական ինչ-որ հնարքների տակ, սա է։ Իհարկե։